Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ken asar çok kabul. Դեսիլերի վիրանում չունեն, անօրինական քանդել են։ Հենց հիմա գործը գտնվում է դատարանում։ Պայմանագիրը դադարացված չի մեր կադաստրով։ Վարձավճարները միջև այսօր վճարել ենք մենք հողի։ 3 որոշումը կայացրել են, այսօր եկեք քանդել են, մեզ չեն տեղեկացրել։ Գոնե կգայինք, եթե քանդելու են, մեր գույքը հավասարացրել են աղբի, զիբիլա դառել է ամեն ինչը։ Ոչ, մեզ տախի տղաներն են զանգ տվել, ոչ մեկ չի զգուշացրել մեզ, որ պետք է գան, պետք է քանդեն։ Դատարանում 60 հոդվածի պահանջ ա եղել դատարանից, միջև այսօր չեն ներկայացնում, այս հողը 60 հոդվածի տակ է, 60 հոդվածի տակ չի։ Նույն Ավինյանին են դիմել, որ չեն այսինքն սա անօրինական եկան քանդեցին։ Այստեղ սրճարան։ Այս ամբողջը մեր գույքն է, հեսա ջարդած, այսի չէ, դրենա փշրել են սա մեբելներով, բանով։ 96 թվականից, ուրեմն 96 թվականից 17 թիվներ Տարոնը որոշումը տվեց Տարոն Մարգարյանը, այսինքն որոշումը տվեց, հետո որոշումը չեղյալ արեց։ Այս կողքը որոշումը տվեց, որոշումը չեղյալ արեց։ Դատարանով մենք այդ որոշումը հաղթեցինք։ Պայմանագիր կնքեցին, 21 թվին պայմանագիրը լրացավ, այդ դատարանով այդ Հայկ Մարությանի ժամանակ դատարանը պարտավորեցրեց պայմանագիր կնքեցին 21 թվին լրացել է ժամկետը, պայմանագիրը չէին երկարացնում, բայց կադաստրով դադարացրած չի մեր պայմանագիրը, գործը գտնվում է դատարանում, ասում են, որ 60 հոդված է, բանը, Տիգրան Ավինյանը այդ 60 հոդվածը միջև այսօր չի ներկայացնում դատարան, վարձավճարները, միջև այսօր հողի վարձավճարներն է, սան մաքրում է, 15 օր առաջ այդ կողքի օբյեկտից դուրս են գալի Նաշնոյ կլուբա, պատվալային հարգում, այդտեղ ծխում են, այդտեղ աղբ էին թափել, մեզ էին նամակ գրել, մենք էլ եկանք ապացուցեցինք, որ մենք մեր հատկացված տարածքը մաքուր ենք պահում, նկարեցինք, դիմեցինք, որ դիմեք ով է այդ կողքի ակումբին, որ գան իրանց հաճախորդները դուրս են գալի, թե ծխում են շշերով, պիվա, բան, շպրտում էին այդտեղ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչ գողական են, թե քաղաքապետարանի, ասում են բախի չեք, մեզ տեղեկացրել, ասում է ձեր հասցեն մենք չունեինք, որ ձեզ տեղեկացնենք։ Ստեղ լրիվ անօրինականություն է տիրում։ Ավինյանը պատասխան է տալու սրա համար։ Բան չի քանդում են Վիվարոյ Վիգենին, նա այն վերև անօրինական է, սա թերթերով կար, որ անօրինական է, ազգային ժողովից կռիչ ունեն իրանք, հենց ոնց կարան քանդեն, են էլ անօրինական, բախի չեն քանդում։ Պայմանագրի ժամկետը չեն երկարացնում, դիմել ենք դատարան, գործը գտնվում է դատարանում, ընթացքի մեջ։
ու իրանք իրավունք չունեն ստե ոչի բանի ձեր տալու միջև դատական վճիռը չլներ վերջնական։ Դատական process է գնում, այս 2 տարի է արդեն։ Ամբողջ այգում մենակ 6 օբյեկտ Անօրինական քանդեցին, ասում եմ կադաստրով դադարեցում տված չի։ Կադաստրով դադարեցում տված չի։ Վարձավճարները հողի։ Միջև այսօր մուծել ենք մենք, քանի չենք էլի աշխատի պետք է չմուծեինք։ Անօրինական քանդել են։ Հիմա գնաց քուրս հանդիսանում տնօրենը կոլորից սպե։ Քուրս հայտարարություն տվեց, հեսա դատախազություն կդիմենք։ Դիմել է, հեսա կդիմենք վարչապետին էլ։ Ու թո պատասխան տանը չի համար մեզ ցենք անօրինական էս գույքը շինեցին, եթե քանդելու են օրենքով, գոզգուշացնեին գայինք մենք մեր գույքը հանեինք։ Եթե ոչ, հարգելիս։ Երեք իրիկունը որոշումը եղել է, այսօր եկեք քանդել են, ոնց կարան։ Ասում եմ չեն զգուշացնել։ Եթե ոչ գրավոր, ոչ մի ձևի չեն տեղեկացնել, ոնց կա, հենց այդ ձև, այս ձև։ Թաղապետարանից է 3 հոգի եկել են, չեմ ջորգում, գողական են, ինչ են վաբշե, իրանց խոսալը, պահվածքը, այ փնթի դու ով ես վաբշե, որ քեզ այդ ձև եք պահում դուք ձեզ։ Ես եղբայրն եմ Նահանե Վարդանյանի, տնօրենի եղբայրն եմ, Իսակ Վարդանյան։